քննադատությունը եղել է իմ ակումբի համար, Փյունիկ ֆուտբոլային ակումբի համար եւ իմ նախագահի համար։ Ժամանակը ցույց տվեց, որ իմ նախագահան վաճառեց ակումբը, նոր նախագահան գալով ղեկավարությունը շատ լավ հարաբերությունների մեջ էին։ Ես Արտուր Սողոմանյանի աշխատողը չեմ եղել, ես ղեկավարն եմ եղել։ Ես ղեկավարել եմ իրեն հետ միասին ակումբը, որի ընթացքում ես ինչ գումարել աշխատել եմ Փյունիկից 10 անգամ ավել ես բերել եմ Փյունիկում։ Ինքը որոշել է վաճառի ակումբը, ես գտնում եմ, որ դա իր որոշումն է եղել։ Հիասթափվել եմ, դրան չեմ հիասթափվել, դա արդեն իմ մեջ եւ ինչ էլ պետք է եղել խոսելու, անձամբ զանգահարել եմ, անձամբ տեսել եմ, անձամբ իմ կարծիքը ասել եմ, ոչ լայք դնող եմ, ոչ էլ կոմենտ գրող եմ ես։ Իսկ պետք է հավաքական է, ես եկել եմ, երազել եմ, ես եկել եմ, ես ուզում եմ օգնել։ Չեմ եկել ինչ որ մի բան ապացուցելու ինքս կամ կայանալու։ Ես եկել եմ ստեղծելու, օգնելու, լուծում գտնելու։ Գիտեք, գալով հավաքական, որ այս ցիկլում ես շատ բան չեմ կարող անել արդյունքի հետ կապված, բայց շատ բաներ կարող եմ անել այս ցիկլում կառուցողական աշխատանք։ Եվ այդ աշխատանքը արվում է անհաջողություն է եղել, մարդը ստացել է կարմիր քարտ։ Աշխարհում շատերը ստանում են կարմիր քարտ։ Ինքը իմ ամենանվիրված տղաներից մեկն է։ Այդ նվիրվածությունը ինքը չկարողացավ կառավարելի ցանկություններն ու էմոցիաները, դրա համար ստացվեց այդ կարմիր քարտը։ Անդերցյանում ոչ մի վիճաբանություն չի եղել, մեր հավաքականը հիմա առողջ կոլեկտիվ ունի, միասնական է, ունի այն մոտիվացիան, որ հելնի դաշտ ու պայքարի իր ազգի, իր հավաքականի համար, հագնելով համազգեստը զգալ պատասխանատվություն եւ հելնել դաշտ պատերազմի։ Ես այդ ամեն ինչը արդեն տեսնում եմ, բավական սպերցիանել եմ, ոչ մի անձնական շահ չունի, հայրեն ասես տվայա, ուզում է գա իր հայրենիքի համար, իր արունի, իր հավաքականի համար, անմնացորդ նվիրվում է, աշխատում է։ Տիկնիզյանը հավաքականը հրավիրել է եւ ինքը գալու է եւ հելնելու է դաշտ իր հավաքականի համար խաղալ։ Ինքն էլ է մեր համար շատ նվիրված տղա, ազգային հավաքականում շատ մեծ սրտով գալիս աշխատում։ Լուկասի համար ասեմ, շատ շնորհակալ եմ իրենից, ինչ որ ինքը արել է մեր հավաքականի համար Իռլանդիայում, մենք իրեն հետ խոսեցինք, ինքը խնդրեց, որ իրոք արդեն չի կարող 33 տարեկան է, ընտանեկան հարցեր, դժվար է ամեն ինչը։ Մեր Անդերցյանում մեր եռագույն դրոշն է, մեր հիմնա երգում, մենք դուք տեսել եք, որ Իվուն երգում է հայերեն։ Մի քիչ ինձ վստահեք, որ ես ամեն ինչ անելու եմ իշա ազգային հավաքականին։ Ինձ վստահեք, ես հայրենասեր մարդ եմ, ես նվիրված եմ մեր ֆուտբոլին։ Ունենք լավ ֆուտբոլիստներ, բայց չունենք այդ աստղերի հաշվին հարց լուծելը։ Ուրեմն ինչի հաշվի մենք կարող ենք թիմային ոգին լինի, թիմային դիսցիպլինա լինի, կարգապահություն լինի, օրգանիզացիան լինի, եթե եղավ այդ թիմը, այդ միասնական ուժը, մենք ունենք հնարավորություն հասնել ինչ-որ մի արդյունքի։ Երբ որ կտենամ այդ թիմը, կասեմ մենք պատրաստ ենք, այս թիմը պատրաստ է հարցեր լուծելու։ Անուզված եմ, որ 1-2 տարի հետո մեր մոտ ավելի լավ կլինի։ Ճիշտ ուղու վրա ենք վաղ թե ուշ մենք կտանք այդ հաջողությունը մեր ազգին։